Ըստ խնդրի տրված աղյուսակում ամեն քայլի թույլատրվում է կատարել հետևյալ երկու գործողություններից որևէ մեկը. ինչ-որ տողի բոլոր թվերը բազմապատկել 2-ով և ինչ-որ սյան բոլոր թվերից հանել 1. Պահանջվում է այս գործողությունների օգնությամբ բոլոր թվերը միաժամանակ դարձնել 0. Միաժամանակ, այսինքն ոչ թե մի քայլից հետո, այլ գործով զրոյացնել բոլոր թվերը աղյուսակի, պես է պետք աշխատել։ Նախ եկեք ինչ-որ օրինակ դիտարկենք, ենթադրենք այս սյունից մենք հանում ենք 1, ինչ կստացվի դրա արդյունքում, կունենանք 4, 1 և 7, ոչ մի խնդիր չկա, բայց երբ առաջին սյունից ենք մենք 1 հանում, լինում է 3, 0, 6 ու նկատում ենք, որ թվերից որևէ մեկը արդեն 0 է, ու այս սյունից մենք այլևս 1 հանել չենք կարող, քանի որ մյուս թվերը կփոքրանան իրենց ձևով, այսինքն 3 կդառնա 2, 6-ը կդառնա 5, բայց 0-ից եթե 1 հանենք, այն արդեն բացասական արժեք կընդունի, ու գնալով կնվազի այստեղ գրված թիվը, այսինքն, եթե մենք 0-ի ենք հասնում, այլևս նրանից 1 հանել չի թույլատրվում, ինչն էլ մեզ բերում է այն մտքին, որ քանի որ տողից 1, կներեք, սյունից 1 հանելու դեպքում միայն կարող է 0 անել, մյուսը մեծացնում էր գրված թիվը, 2-ով էր բազմապատկում, հետևաբար մեզ մոտ սյունը միաժամանակ պետք է 0 է, այսինքն այս սյունից մենք 1 հանենք, այն միաժամանակ պետք է 0 դառնա, այս միտքը այդտեղից է գալիս, ինչն էլ նշանակում է, եթե վերջին քայլին մենք հանել ենք 1 ամբողջ սյունից և մեզ մոտ 0-ացել է, մինչև այդ սյան մեջ գրված բոլոր թվերը իրար հավասար են եղել, որպեսզի կարողանանք այդպես 0-ացնել ամեն ինչ։ Շատ լավ, հասկացանք, որ սյունը 0-ացնելու համար իրականում թվերը աղյուսակում 0-ացնելու ենք սյուներով և դրանից էլ հետևում է, որ սյունը պետք է իրար հավասար թվեր ունենա, ինչն էլ արդեն մեզ բերում է մտքի, որ պետք է ուղղակի ինչ-որ ձև հավասարեցնել։ Դրա համար եկեք անուններ տանք տողերին, A, B, C տողերը թող լինեն և X, Y, Z սյուները թող լինեն։ Ու հիմա գործողություններ անենք, տեսնենք, թե ինչպես կարող ենք հավասարեցնել մեզ մոտ գրված թվերը, ու կրկին, մեզ պետք չէ, որ տողում գրվածները հավասար լինեն, չնայած կարող է այդպես լինել, մեզ անհրաժեշտ է, որպեսզի սյունում գրված թվերը իրար հավասար լինեն, բայց դեռ ինչ-որ ձև քայլեր անենք։ Օրինակ առաջին քայլը, երբ որ ես օրինակն էի բացատրում, նկատեցինք, որ այս սյունից երբ 1 ենք հանում, այն ամբողջությամբ համընկնում է x-յան հետ, այսինքն y-1-ը հետևյալ պատկերը կունենա, y1 հանելուց հետո մեր աղյուսակը կունենա այս պատկերը։ Ահա, բավականին հարմար տեսք է, որ բաներ կարելի է նրա հետ անել, բայց առաջարկում եմ այս սյունը նույնպես դրանք հավասարեցնենք նախորդներին ու դրանից հետո արդեն դիտարկենք ինչ է կատարվում, այսինքն z-ից հանենք 1, ունենանք 4, 4, 1, 1, 2, 7, 7 և 8։ Հիմա երրորդ քայլով առաջարկում եմ z-ից ևս մեկ անգամ 1 հանենք, դրա արդյունքում արդեն կունենանք հավասար տողերով պատկեր։ Շատ լավ, սա արեցինք, իսկ սրանից հետո ինչ անենք, մենք դեռ քայլեր ունենք անելու, մեզ մոտ հավասարվեցին տողերը, բայց տողերի հավասարությունը մեզ այնքան էլ անհրաժեշտ չէր, ինչքան սյուների հավասարությունը, դրա համար կարող եք նկատել, որ ահա այս մեկերով տողը հարմարն է, որովհետև այն կարող ենք հավասարեցնել 4-երով տողին, չէ՞ որ ուղղակի 2 անգամ 2-ով բազմապատկելուց հետո նա կհավասարվի այս 4-երովին, նշանակում է 4-րդ քայլում, եթե ընտրենք B տողը և բազմապատկենք 2-ով, կունենանք ամեն ինչ նույնը, ուղղակի այստեղ 2-ն է, և 5-րդ քայլով, եթե կրկին B տողը բազմապատկենք 2-ով, մեզ մոտ իրավիճակը հետևյալը կլինի, այս քայլերից հետո կունենանք 4-էր, այստեղ նույնպես 4-էր և վերջում 7-էր։ Շատ լավ, իսկ հիմա ինչ անենք, հավասարեցրինք մենք 2 տող, ինչը նշանակում է, որ սյան մեջ 2 թիվ իրար հավասար են միշտ, պես հավասարեցնել երրորդ թվին։ Նկատենք, որ 2-ով բազմապատկելը մեզ արդեն այստեղ ոչ մի օգուտ չի տա, որովհետև այստեղ մենք ունենք 7, 2-ով բազմապատկենք լավ զույգ թիվ կլինի, բայց այս 4-երը ոչ մի ձև 7 բաժանարար չեն կարողանա իրենց պարունակել, ուստի 2-ով բազմապատկելու դեպքում ոչ մի ձև չենք հավասարեցնի, մեզ պետք է 1 հանել։ Դրա համար վերցնենք և ինչ-որ սյունից 1 հանենք, ինչ պատկեր կստանանք։ Եթե x-ից հանում ենք 1, ունենանք 3, 3, այստեղ 6, ունենանք 4, 4,
և 2 հատ 7։ Շատ լավ, ու արդեն այս պահին մեր մտքում ծագում է այն գաղափարը, որ եթե 3-ը մենք 2-ով բազմապատկենք, կհավասարվի 6-ի, ուստի կկարողանանք այստեղ իրար հավասարեցնել։ Շատ լավ, բայց այս քայլին, այս պահին 2-ով բազմապատկելը խելամիտ չի լինի, որովհետև 2-ով բազմապատկելու դեպքում լավ, սա կհավասարվի իրար, բայց պրոբլեմ կունենանք մյուս սյուներում։ Դրա համար ավելի խելամիտ կլինի մյուս սյուներն էլ նույն տեսքի բերել, ու դրանից հետո արդեն նրանց հետ գործանալ։ Ինքն վերցնենք և 7-րդ քայլի y սյունից հանենք 1, 8-րդ քայլում z սյունից հանենք 1, ինչի արդյունքում կստանանք հետևյալ պատկերը 3-ներ այստեղ նույնպես կունենանք 3-ներ ու 6-եր։ Հիմա ակնհայտ է, որ այս երկու սյուները պետք է 2-ով բազմապատկել, ինքն 9-րդ քայլում, կներեք, տողերը 2-ով սյունը մենք 2-ով չէինք բազմապատկում, A տողը բազմապատկենք 2-ով, իսկ 10-րդ քայլում B տողը բազմապատկենք 2-ով, ինչի արդյունքում էլ արդեն կունենանք աղյուսակ կամ քառակուսի, որտեղ բոլոր թվերը մեզ մոտ 6 են, ու արդեն ակնհայտ է, որ մենք այն կարող ենք շատ հեշտ զրոյացնել ամեն սյունից 1 հանելով, յուրաքանչյուր սյունից 6 անգամ 1 հանելով։ Կզրոյացնենք, եթե յուրաքանչյուր սյուն զրոյացնելու համար 6 քայլ է անհրաժեշտ, 18 քայլում, որովհետև 3 սյուն ունենք։ Ուստի 28 քայլի ընթացքում մենք կկարողանանք այս աղյուսակը ընդհանուր զրոյացնել։ Սա մեր օրինակն է տվյալ խնդրի համար, միակ օրինակը չէ, դուք նույնպես կարող եք տարբեր օրինակներ գտնել և յուրաքանչյուրը բավարարում է, մեզ անհրաժեշտ է ուղղակի որևէ օրինակ գտնել խնդիրը լուծելու համար։ Եթե ամփոփենք ընդհանուր միտքը, դե կրկին կարևոր էր հասկանալ, որ սյունը միաժամանակ պետք է զրոյանա, որտեղից արդեն գալիս էր միտքը սյան մեջ գրված թվերը իրար հավասարեցնելու, որտեղից էլ արդեն գալիս էր միտքը գոնե սյուները իրար ինչ-որ ձև նմանեցնելու այսպիսի քայլերի միջոցով, հետո արդեն սյուներում գրված թվերը իրար հավասարեցնելու, այսինքն ոչ թե ստանալ նույն արժեքներով տարբեր սյուներ, այլ հենց սյան մեջ գրված թվերը իրար հավասարեցնել, որպեսզի 1 հանելու արդյունքում զրոյացնենք ամբողջությամբ սյունը։ Այսքանով այս խնդիրը կարող ենք ամբողջությամբ ավարտել ու օրինակները կրկին կարող են տարբեր լինել խնդրի համար։